Արմնուր լրատվականին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն հայտնի է ազգային անվտանգության ծառայության շենքը հրկիզած անձի ինքնությունը։ Վերջինս 31-ամյա Ռաֆիկ Ամոյի Մանդալյանն է, որը ապրում է Էրեբունի վարչական շրջանի Նոր Արայշ թաղամասում։ Հայտնել էինք, որ նրա կալանքի միջնորդության որոշումը մակագրվել է Երևան քաղաքի դատանի դատավոր Մանվել Շավերդյանին, որն էլ բավարարել է նախաքննական մամլի միջնորդությունը։ Դեպքից հետո ազգային անվտանգության ծառայության շենքը ուժեղացված հսկողության տակ է։ Քննչական կոմիտեից Արմնուր լրատվականին պաշտոնապես հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով ահաբեկչություն, պատժվում է ազատազրկմամբ 8-ից 12 տարի ժամկետով։ Հիշեցնենք, դեպքը տեղի էր ունեցել մարտի 6-ին երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում։ ԱԱԾ շենքի վրա վարվող առարկաներ նետելու կասկածանքով ձերբակալվել էր մեկ անձ։ Արմնուր լրատվականին հայտնի էր դարձել, թե ձերբակալված անձը կոնկրետ ինչ է նետել ազգային անվտանգության ծառայության շենքի վրա ու ցանկացել հրկիզել ԱԱԾ-ի շենքը։ Մասնավորապես ձերբակալված անձը նետել է շենքի վրա մոլոտովի կոկտեյլ, հայտնի նաև որպես բենզինով պայթուցիկ, շշառումբ, աղքատի նռնակ, կրակային պայթուցիկ կամ պարզապես մոլոտով։ Անվանումն օգտագործվում է մի շարք ինքնաշեն հրդեհ առաջացնող պայթուցիկ նյութերի համար։ 31-ամյա երիտասարդը կալանավորված է, իսկ ով է դատավոր Մանվել Շավերդյանը, որ նրան տարավ կալանքի։ Նրա վարույթում է քննվել 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր Գանե Հակոբյանի դատավարությունը, նա մեղադրվում էր վարչապետի որդուն առևանգելու համար։ 2021 թվականին հրապարակվեց այն մասին, որ դատավորին խորհրդակցական սենյակից առևանգել են եւ պահել են ԱԱԾ-ում, սակայն դատավորը վստահեցրել էր, որ տեղեկությունները որևէ աղերս չունեն իրականության հետ։ Ավելին, Մանվել Շավերդյանը նաև քաղբանտակյալն էր Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործերը քննող դատավորն է, որը վերջիններիս կալանքները 3 ամսով երկարաձգել է։ 31-ամյա երիտասարդը կալանավորված է, հետևեք մեր հրապարակումներին դրդապատճառների մասին առաջիկայում։